Pink Berry վայելիր այս պահը։ Ամենավառ տաղանդը հաճախ թաքնվում է ամենահամեստ արտաքինի ետևում։ Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք, Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Ինչպես ասում է հանրահայտ Ժոզե Մաուրինյոն, պետք չէ լսել նրանց, ովքեր քեզ ստիպում են ջութակ նվագել, եթե քո մոտ հիանալի ստացվում է թմբուկ զարկելը։ Մեր հաջորդ մասնակիցը տիրապետում է մի քանի գործիքի։ Դիմավորեք բազմագործիքավոր Տիգրան Մկրտչյան։ Նախագծին մասնակցելու առաջարկը ստացել եմ Երվանդ Քոչարի արվեստի դպրոցի տնօրեն պարոն Պանյանից, որ արդեն գովազդը պատտվեց Շանթի հեռուստաընկերության եթերում, արդեն որպես տնօրեն, որ մտորումների մեջ է, որ ում ներկայացնենք նախագծին, ով ավելի համապատասխան կլինի ֆորմատին, որտեղ ֆորմատը սա սուպերստար չէր, X Factor չէր, ազգային երգիչ չէր, այլ Got Talent Հայաստան, այսինքն որպես տաղանդ կարողանա քայլեր անել այնտեղ ու հաջողության հասնել։ Մի անգամից մտքից եկել են Տիգրան Մկրտչյան, Արամե Արտաշեսը Խաչատրյան, զույգերը Սանթուրահար եւ մեկ երեխա մեր Արենը շվիով մասնակցեց։ Արենը նախնական փուլերից դուրս մնաց, իսկ Արամեն ու Արտաշեսը հասան մինչև 1/4 եզրափակիչ, իսկ Տիգրանը այսօր արդեն հաղթանակ ունի։ Քանի որ շատ էր ուզում, որպեսզի ես տեսախցիկների հետ շփվել սովորեմ եթերով, երևամ եթերային փորձ ձեռք բերեմ։ Ի սկզբանե նույնիսկ ծնողներս էին դեմ իմ մասնակցությանը, քանի որ մտածում էի չենք հասցնի զբաղված ենք, Տիգրան էլ փոքր է, ինչ պետք է նվագի, ինչ անի, որ եթե մասնակցում ես, ուրեմն պետք է հաղթես էլի, պատվով դուրս գաս։ Փառք Աստծո եղավ այդ ամեն ինչը։ Իշնորհի մեր քրտնաջան աշխատանքի Տիգրանից անկում գիշերների մեր գործիքները պատրաստելու շնորհիվ չէինք պատկերացնում, թե ինչով կարող եմ օրինակ ես դուդուկար տղա սովորական զարմացնել ժյուրիի անդամներին հանդիսատեսին, բայց միևնույն է որոշեցինք մասնակցել լսումների փուլին։ Նաև շատ եմ լսել խոսակցություններ նախագծի ֆորմատի վերաբերյալ, նույնիսկ կազմակերպիչները կանոնները բացատրելիս մի քանի անգամ շեշտեցին, որ միևնույն է կարող է շատ լավ կատարես նյութդ, իդեալական, բայց չանցնես մյուս փուլ, քանի որ սա մասնագիտացված երաժշտական մրցույթ չէ, սա նորարարությունների շոու է, տաղանդի շոու է սա։ Փոքր հասակից ինքը միշտ կողքս ա եղել, իմ պարապմունքները լսել ա, հետաքրքրվել ա, ուղղակի այդ ընթացքում շախմատ էր ընտրել, շախմատ էր գնում, տենց մի փոքր հետ ընկավ տարիքային պահով, բայց զգում ենք, որ էլի երաժշտության ուղղությամբ շատ ձգտում ունի ու մի օր մեկատուն տեսա դիպլոմատս բացել է, ինչքան գործիք ունեմ շարել է, հերթով փչվածներն աստուգուն գործիքներն են նայում ու պապ, ես ուզում եմ քողությամբ եթամ։ Շատ ոգևորվեցի այդ մտքից, դե գիտեմ, որ լսողություն ունի բացարձակ, գործերը տվեցին երաժշտական դպրոց, ընդունվեց դուդուկի բաժին հենց իմ ուսուցչի մոտ, Սուրեն Մինասյանի, ումից շատ շնորհակալ ենք բոլորս, մենք սաղ ազգով ովքեր փողային նվագում Մինասյանի մոտ ասովորել։ Մինչ նախագիծը ես միայն նվագել եմ դուդուկ եւ նվեր էի ստացել թավշվի։ Միայն այդ երկու գործիքն էի ես նվագում, իսկ մնացած գործիքները կարելի է ասել սովորել եմ այս նախագծի համար։ Սարերի քամի մեկով
այդ պահին ճիշտն ասած կենտրոնացած էի միայն իմ նվագի վրա եւ չէի պատկերացնում թե ինչ է տեղի ունենում դահլիճում, ինչ խոսակցություններ են գնում։ Ես միայն հիշում եմ, որ ժյուրիի անդամ Անդրեն ասաց, որ շատ է հավանել իմ շվիի տեմբրը եւ դուդուկից տեխնիկան եւ նաեւ նշեց, որ եթե այս տեմպերով շարունակեմ, գուցե ինձ հասնող չլինի։ Տիգրան ջան, ապրես շատ հետաքրքիր է հնչում։ Տեխնիկան քեզ մոտ զարգացած է, ես վստահ եմ, որ մի քանի տարի հետո հնարավոր է, որ քո այդ արագ նվագելու հետևից շատերը չհասնեն։ Բրավո, ապրես, շատ հավանեցի, թավ շվի, տեմբրը, շատ սիրուն էր, շատ գեղեցիկ էր, ինձ տարավ մեր սարեր, ճիշտն ասած, սկիզբը, շատ սիրուն էր, ապրես։ Շնորհակալ եմ։ Իսկապես գործիքների տարբերությունը եւ ես շատ քիչ եմ հանդիպել դուդուկով այսպես արագություն, արագ նվագել, այսպես կատարում ու ինձ նույնպես ոգևորեց ապրես։ Մերսի շատ։ Տիգրան ջան, ողջունում եմ քեզ, քո խմբին, շնորհակալություն են գեղեցիկ, հայկական, մաքուր, զուլալ, էներգիայի ամեն ինչի համար։ Տեղ-տեղ շունչս կտրվում էր այդ արագ ռիթմիկ, տեխնիկապես հասկանում էի, որ իսկապես դա դժվար է։ Ինձ ընդհանուր առմամբ շատ դուր է եկել եւ այս փուլի համար կարծում եմ իմ կարծիքն է այդպեսին բավարար է ձեր ելույթը, շնորհավորում։ Շնորհակալություն։ Տիգրան ջան, ես էլ ողջունում եմ քեզ, քո թիմակիցներին, շատ սիրուն ելույթ էր, տեխնիկատ միանշանակ ակնհայտ երևում էր, ես ձեզ ասում եմ այո։ Շնորհակալություն բոլորիդ։ Այո, Տիգրան։ Սյուզաննան նույնպես տպավորված էր իմ ելույթով, բայց ասաց ոչ, քանի որ ուզում էր ինձ տեսնել ֆիլտրացիայի փուլում եւ ուզում էր ավելի լավ ներկայանայի այնտեղ։ Որքան էլ որ ես շատ հավանել եմ ձեր կատարումը, բայց իմ այս պահի ոչը ֆիլտրացիայի փուլում թող ձեզ տա ուժ։ Ես ձեզ այս պահին ասում եմ ոչ, ուժ տալու համար եմ ասում ոչ։ Շնորհակալություն։ Սուզաննան իր փորձից ելնելով, երբ որ ոչերը իրեն ուժ են տվել, ինքը ուզում է, որպեսզի ձեզ էլ ուժ տա, իրականում ճիշտ է ասում։ Ամեն ինչ ասված է, արդեն երկու այո ունեք, մեկ ոչ ունեք, ես կարծում եմ, որ ֆիլտրացիայի փուլում ամեն դեպքում էլի պայքարը շատ կարևոր է եւ իհարկե այնտեղ դուք պետք է ուղղակի ձեր ուժերից վեր էլ ավելին անեք, որպեսզի հաղթահարեք այդ փուլը նույնպես։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Ընդհանուր բոլոր ժյուրիներն էլ գոհ էին իմ ելույթից, միայն թե չգիտես խի խոսում էին ֆիլտրացիայի փուլից, այդ ժամանակ իմ աչքերից էլ կարող է երևալ, թե ինչ տխուր ու լարված եմ, ես մտածեցի, որ ընկել եմ ֆիլտրացիայի փուլ եւ բեմից դուրս գալու ժամանակ Անդրեն ասաց. Ես նույնպես քեզ ասում եմ այո։ Շնորհակալություն։ Այդ պահին ես լսեցի նա ինչ ասաց եւ շփոթված ասացի այո, լսում եմ, շնորհակալություն, բայց չէի ընկալում իրենց ասածը եւ պատկերացում չունեի, որ անցել եմ մյուս փուլ։ Հենց բեմից դուրս գնացի, ինձ դիմավորեց մայրս, գրկեց եւ միայն այդ ժամանակ հասկացա, որ անցել եմ հաջորդ փուլ։ Սկզբից շատ ուրախացա, բայց որ լարված էի, չկարողացա ճիշտ արտահայտել ուրախությունս։ Դες մի քիչ Հիմա ուրախ եմ շատ։ 17-ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ Zero հայկական տեխնոլոգիական շոկ, առաջին հայկական AI-ը բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլ կատարում է բարդ հրահանգներ, ավտոմատ կազմակերպելով ձեր օրը եւ խնայելով ձեր ժամանակը։ Zero-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարելով որակական նոր փուլ։ Մեր գործընկերն է աշխարհահռչակ Dama Twin բրենդը, որը նախագծի ժյուրիին, ինչպես նաև ինձ տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Գրեք Dama Twin, եղեք տարբերվող, նորաոճ եւ ինքնավստահ։ Հասե Երևան Մոլ եւ Dalma Garden Mall։
Ճիշտն ասած, պատկերացում չունեի, թե ինչ համարով կարելի է ներկայանալ մյուս փուլում, բայց հանկարծ մայրս ինձ հիշեցրեց, թե ամիսներ առաջ հայրիկիս հետ ինչպես էինք պատրաստել գազարի սպկու, այն տեղադրել TikTok-յան ալիքում եւ որը բավականին մեծ դիտումներ հավաքեց։ Ճիշտն ասած, իրականում ես գործիքագործ չեմ եղել, երաժիշտ եմ եղել։ Աշխատել եմ 20 տարի պետական օրկեստրում, դուդուկահար, սոլիստ, տարբեր փողային գործիքներով։ Պահից ելնելով փորձեցինք փորձերի շնորհիվ, ճիշտն ասած, նախագծից առաջ գազարի փորձարկումն եղել էր, արդեն մեծ դիտումներ կար։ Առաջի փուլից հետո որոշեցինք գազարով էլ ներկայանալ, քարից հետո էլի։ Ու հետո որ տեսանք բուրըն արձագանքներ ունենք, սկսեցի մտածել նորություններ, նորովի ինչ անենք, որ զարմացնենք, հետաքրքիր լինի հանդիսատեսին եւ Տիգրանի համար։ Նախագիծը պետք է նշեմ, որ ինձ շատ է տպավորել, ոգեշնչել, եւ ես էլ այլևս ցանկություն չունեի դուրս մնալ այս նախագծից, եւ որպեսզի դուրս չմնայի, ես որոշեցի հաղթահարել առաջինը ինքս իմ վախերը, իմ լարվածությունը։ Ինչ բարձր ծափահարենք Տիգրան Մկրտչյան,
պկուահար, գազարահար այսօր, չէ։ Եվ այս ցուցակը դեռ կարելի է շարունակել։ Վիկտորիա, լսենք ձեզ։ Տիգրան ջան, ես քեզ շնորհավորում եմ։ Հիանալի էր, դու ինձ տեղափոխեցիր մի պահ Պարիպետական անսամբլի մենահամերգներին, որտեղ հայրս սպառում էր հենց այդ բերդը վերվերին, այս ամեն ինչը ես վայելեցի, ոնց որ կենթանի նվագակցությամբ նույն համերգներին լինեի։ Բրավո, շնորհավորում եմ քեզ, ամեն ինչ իդեալական էր։ Հրաշալի բոլոր գործերը կատարեցիր եւ վերջում, չգիտեմ, ես նման բան չէի տեսել, դուք տեսել եք, որ գազարով կարելի է չգիտեմ նվագել։ Ծիրանափող լսել ենք։ Ծիրանափողի տակ բարել էի, բայց սա չէի տեսել։ Բրավո, եկեք բոլորս բարձր ծափարենք։ Դու շատ տաղանդավոր ես։ Շատ։ Ապրես, ես հիացած եմ ուղղակի։ Տիգրան ջան, շատ մեծ հպարտություն ապրեցի ես ելույթից, ընթացքում եւ հուզվեցի այս մաքուր, այս է մեր մաքրամաքուր հայկական հային վայել երաժշտությունը։ Շնորհակալություն, որ եւ մեզ էլ պարացրեցիր, էլ հուզեցիր։ Այս է, որ բեմում գտնվող մարդը ուզում է նվագի, ուզում է բարի, ուզում է երգի, փոխանցում է բազմաթիվ ու տարատեսակ էմոցիաներ։ Իմ խորին շնորհակալությունը քեզ այս գեղեցիկ համարի համար։ Ապրես։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Տիգրան ջան, շատ համեստ ես բեմի համար։ Այդ գժությունը, որ դու անում ես քո գործիքներով, նաև ես զգամ քո էմոցիաները բեմում։ Հասկանում ես, երբ որ նվագում ես այդ ջիգարով, որտեվ ջիգարով ես նվագում։ Հասկանում ես, բայց դեմքիդ արտահայտությունը չի փոխվում։ Նաև հիշում եմ, թե ինչպես Անդրեն հարցրեց Արամուսից է գազարը։ Իսկ գազարը Արամուսից է։ Ինչ։ Արամուսից է գազարը։ Բայց իսկական գազար է գոհար։ Այո։ Մի հատ կպի։ Իսկական է, փաստում եմ։ Այդ պահին չգիտեի, թե ինչի հենց Արամուսը, ես չգիտեի, որ այնտեղ շատ գազար են աճեցնում, քանի որ ես միշտ կերել եմ իմ տատիկի աճեցրած գազարը։ Մենք բոլորս մենակ կերել ենք, քերել ենք, բայց չենք նվագել, բայց դու նվագեցիր։ Ապրես, բրավո։ Իսկ ում միտքն էր այդ գազարափողը պատրաստելը։ Իմ ու հայրիկիս միտքներ։ Ես ու հայրս եմ։ Բրավո։ Հայրիկը կապ ունի երաժշտության հետ։ Այո, ինքն էլ է։ Հա, փաստորեն հետաքրքիր։ Այսինքն հետաքրքիր է, ոնց է դու հայրիկդ մտածել եւ հորինել այս գործիքը։ Կան ինչ որ գործիքներ, որ հորինում եք, այսինքն, եւ դու ամեն ինչի ինչ օրինակ, էլ ինչ։ Բայց քանի որ գազարը շատ ստացված գործիք էր, մտածեցի, որպեսզի մյուս փուլի համար էլ ինչ որ մի նորություն ունենամ, քարը պահել մյուս փուլի համար։ Բայց որոշեցի այդ ժամանակ պահել գրպանումս, որ եթե հարմար պահ լինի, հանեմ պարզապես ցույց տամ։ Թե որ ասում եմ քարից հաց սարքել, հիմա լրիվ գազարից։ Իսկ ես քարից ուրիշ գործիք ունեմ, հենց հիմա մոտս։ Հարմար պահը եկավ, Անդրեն ասաց, որ գազարը նա ասոցացրեց քարից հաց քամելու հետ, եւ ես հասկացա, որ սա հենց այդ պահն է։ Ասացի, որ քարից նույնպես գործիք ունեմ, քարը գրպանից հանեցի, այսպես պարզեցի։ Տեսնեմ։ Կարող եմ ցույց տալ հիմա։ Բայց չասեմ ինչ գործիք է դա։ Չէ, մի ասեք, բայց հետո։ Օհո։ Դա գործիք է իսկապես։ Այո, գործիք է։ Կարող ես ինչ որ բան նվագել։ Բեմում առաջինը ինչ եկավ իմ մտքին, դա Սարի աղջիկներ։ Կատարեցի Սարի աղջիկը, բայց կեսից ինձ միացավ նաև Անդրեն իր գեղեցիկ երգով։ Ստացվեց շատ գեղեցիկ դուետ, որը ելույթից մի օր հետո տեղադրեցին YouTube-յան ալիքում, որը մեկ օրում վիրուսային արագությամբ տարածվեց եւ հասավ 1.5 միլիոն դիտումների։ 1.5 միլիոն դիտումի։ Ստացավ
5000-ից ավել մեկնաբանություն, արժանացավ շատ ջերմ խոսքերի։ Գնաց ուրիշին արավ, ախմերըտ մերնի, սարի աղջիկ օյոյ, քարի աղջիկ օյոյ, քար սիրտ աղջիկ օյոյ, չար սիրտ աղջիկ։ Բրավո։ Հրաշալի։ Բրավո Տիգրան ջան։ Այ քեզ ընտանիք։ Ես ուղղակի իսկապես ապշած եմ, որովհետև ես ուղղակի խոսում եմ ինչ որ բառեր էի ասում, ասեց գործիք կա ինձ մոտ։ Նա չի շփում, նա գործ է Բրավո անում, քեզ էլ, բրավո հայրիկիդ էլ, դահլիճում է հայրիկդ։ Այո։ Ծափա, բրավո, ապրեք շատ։ Շատ շնորհակալ եմ ձեր կարծիքներն։ Շնորհակալություն եւ լսենք Տիգրանին։ Տիգրան, ուղղակի ասում եմ ապրես, շատ ապրես։ Այս երևի առաջի անգամ էր, որ այսպես մի տարբերնակ զգացողություններ ունեցա կատարողների կողմից եւ իսկապես ապրես։ Մերսի շատ։ Շնորհակալություն, ծափահարենք Տիգրան Մկրտչյան, փողային գործիքների բազմաշնորհ երիտասարդ։ Հորեղբորս տղան այդ գործիքը նվեր է ստացել իր հասակակից տղայից, բայց ի սկզբանե այն եղել էր ուղղակի սուլիչ պարզապես։ Ու այդ սուլիչ ժամանակա հայտնվել իմ ձեռքում, ունի մոտ 14-15 տարվա պատմություն գործիքը։ Եվ եթե նայենք այդ քարեշվիկին, ապա կտեսնենք, թե քանի անցք է փակվել չստացված փորձերի արդյունքում։ Բայց ի վերջո ստացել ենք 6-ից 7 նոտաներ, որոնց միջոցով կարելի է կատարել հայկական ստեղծագործություններ։ Դե իրականում Got Talent նախագիծը մեծամասամբ կառուցված է զարմացնելու միջև, ու այս իրոք են գործիքն է, որ սրանով կարող է զարմանալ ամբողջ հայ ազգը ու ինչու ոչ ամբողջ աշխարհը։ Ու շատ կուզեմ մեր սարքած այս փոքր գործիքը մեծ ապացույց լինի ազգերին, որ հայ ազգը ստեղծագործ ազգ է, հայ ազգը արարող ազգ է, հայ ազգը մշակույթ պահպանող ազգ է։ Նույնիսկ այդ հոլովակից հետո, երբ ես տաքսիներով գնում էի Շանթ, յուրաքանչյուր տաքսով վարորդ ինձ ճանաչում էր, ասում էր դու այն քար նվագող տղան ես, քարից ցայն հանող, այդպես էլ ինձ արդեն ժողովուրդն է ճանաչում որպես քարից ցայն հանող տղա։ Տեսնենք, թե ով է լինելու հաջորդը։ Տիգրան։ Քառորդ եզրափակիչ փուլում, երբ եկավ այն պահը, երբ պետք է 8-ից մի քառյակ անցներ հաջորդ փուլ, ժյուրիներից Տիգրան Գյուլումյանը խոսեց Գագիկի մասին, իր ելույթի մասին, եւ թվաց թե որ հեսա Գագիկին է հանցկացնելու հաջորդ փուլ, բայց խոսքի ժամանակ միանգամից ասեց Քեզ ասել, որ դու իմ ընտրածը չես, իմ ընտրածը Տիգրանն է։ Այդ պահը շատ անսպասելի էր ինձ համար։ Նույնիսկ հոլովակի մեջ կարող եք տեսնել իմ էմոցիաները ինչ խառն են։ Եվ ես անցա կիսաեզրափակիչ փուլ։ Տիգրանը ասելիք ուներ, որտեղ բազմաժանր էր նրա մոտ, գործիքները շատ էին, այսինքն ոնց որ նախագծում ասեցին բազմագործիքահար, հա, տենց ինչ-որ միտք ընչեց։ Ամեն փուլում մենք կարող էինք ինչ-որ բան ցույց տալ։ Առաջի փուլին ներկայացրել ենք շտավշվի դուդուկ, անցել ենք բկուին, արդեն պապան իր մտքերն էր ասում, որ մենք սենց բանից կարող ենք գործիք ստանալ, փորձենք, անենք, ինչ անենք, փորձենք, թե չփորձենք, փորձենք։ Ու ստացվելով այդպես գազարը, քարը, հետո դդումը, առաջ եկավ, հետո խողովակները ու այդպես շարունակ, հետո ես ձեզ ասեմ, որ Տիգրանը շատ ճկունացավ նախագծի ընթացքում, շատ, որտեղ նախագծի տեմպը մի այլ բան է տալիս մասնակցին, որ դու անդադ շարժման մեջ ես, անդադ մտորումների մեջ ես, ու ինքը թույլ տվեց, որ այդ ամեն ինչը լինի։ Ու նաև իր բնավորությունը մեզ շատ օգնեց, որ Տիգրանը հուզմունք չուներ ավելորդ, ոչ մի ավելորդ ներվ չուներ, մենք այսինքն կարողանում ենք իր հետ ազատ աշխատել, որտեղ մենք գիտենք, որ այն ինչ որ մենք անենք, դուրս է գալու բեմ ու անելու, այսինքն մենք չենք մտածելու իր ավելորդ հուզմունքը հաղթահարելու մասին։
մենք մտածելու ենք լավ համար ներկայացնելու մասին։ Հենց իր բնավորությունը, հավասարակշռվածությունը իր շատ օգնեց մեզ։ Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Միլկին առաջարկում է միշտ թարմ կաթնամթերք, որը պատրաստված է բացառապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն՝ կաթ, մածուն, թթվասեր, հատիկավոր կաթնաշոր։ Իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են թարմ մրգերի եւ հատապտուղների ախորժալի միքսերով։ Սպիտակուցների լավագույն աղբյուրը ձեր սեղանին։ Կատարյալ ու սննդարար կաթնամթերք ձեր եւ ձեր փոքրիկների համար։ Միլկին առողջ ընտրություն ամբողջ օրվա համար։ Կամերան անջատի, քեզ չեմ տալու։ Անջատի։ SVH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում SVH Travel-ը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ SVH Travel, երբ ճանապարհորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Իսկական խնդիրներն առաջացան այն ժամանակ, երբ պետք է արդեն պատրաստվել կիսաեզրափակիչ փուլին, քանի որ սա արդեն այդպիսի փուլ է, որտեղ երկու հոգուն որոշում է հանդիսատեսը, իսկ երկու հոգուն ժյուրին։ Առաջարկներ շատ կային, բայց ամենաշատը ես հավանեցի իմ մոր տված առաջարկը կատարել Հայկոյի ստեղծագործություններից։ Նաև իմ մայրն է ինձ առաջարկել փոխել նաև իմ ոճը, իմ սանրվածքը։ Հետո մաման շատ ներգրավվեց այդ ամեն ինչի մեջ, շատ։ Այն առաջի փուլերին, որ ասենք միասին մայրիկը, ես ու մայրիկը բերում էինք, տանում էինք կամ հայրիկը, որ զբաղված էին նուսիրակի հետ, հետո արդեն այնպես ստացվեց, որ իմ մոտ քննական շրջան է սկսում, պապան զբաղված է, մաման ամբողջ ուժով մտավ այդ ամեն ինչի մեջ։ Ընթացքը շատ հետաքրքիր էր, շատ անակնկալներով լի, տանջանքներով լի, հեռվից գնալ, գալ, գիշեր չքնել, փորձեր, բենդերի հետ աշխատել, բարի խմբի, դհոլարների խմբի արանժիրովկա, լայվ նվագել, այդ ամեն ինչը կազմակերպել ենք, բայց մեծ սիրով ու հասցրել ենք մեր գործի հետ մեկտեղ։ Հաջորդ փուլի համար փնտրում էինք նոր բանջարեղեններ, նոր մտքեր էինք մանգալի, սենց ասած, եւ փնտրտուքների արդյունքում գտանք բավականին հետաքրքիր արտաշատի երկարավիզ թթումը, որը մեզ թվաց, որ նույնպես կարող է շատ լավ ծառայել երաժշտական գործիքի դերում։ Գործիք կար, որ ես էի մտածում, գործիք կար, Տիգրանը ասում էր, մտածում էի կլինի հնարավոր է, բայց փորձում ենք ըլլում էր, հետո լարվածների խնդիրը իրար հետ ենք լսել, նվագել, վերջնականի մի բերեն, որ մենք էլ բեմա բարձացել։ Զուսպ, ինքս շատ զուսպ երեխա է Տիգրանը, եթե դու իրեն չներկայացնես, ինքը երբեք ինքը իրեն չի կարող ներկայացնել, այսինքն սկզբում հենց այդ տեսակներ ինքը համեստ լուր երեխա, որ գալիս էր դասի, գնում էր, սովորում էր, ընկեր Մինասյան տանում էր տարբեր մրցույթների, առաջարկում էին կոնցերտ տարբեր մրցույթների մասնակցում էր, հաղթում էր, բայց հեռուստատեսային նախագծի փորձը չկար։ Կիսաեզրափակիչ փուլում բավականին մեծ ու մի շարք ռիսկերի եմ գնացել, կատարեցի սպանված աղավնին երկու փչվածքի գործիքներով, թավ շվիով եւ դուդուկով, որը բավականին ռիսկային էր իսկապես։ Կատարեցի այդ ստեղծագործությունը 6 տարբեր նվագարաններով, չինական օկարինայով, քարեշվիկով, նաեւ առաջի անգամ բեմում ներկայացա հայրիկիս կլարնետով։
Տիգրան Մկրտչյան, վայ Տիգրան ջան, այս ինչ արեցիր։ Շուտ հուզվող մարդկանցից եմ, ես լավ չէի։ Ապրես դու, շատ ապրես, զարմացրեցի։ Շատ շնորհակալ եմ։ Ես վստահ եմ, որ այստեղ նույնն է կատարվում, ինչ իմ մեջ է կատարվում, բայց ուզում եմ լսել անհամբեր գործընկերներիս կարծիքները։ Իրականում այնքան գիտեք ժողովուրդ, այնքան դժվար է այս տեսակ կատարումներից հետո հավաքվել ու ճիշտ շարադրել միտքը։ Տիգրան ջան, նախ շնորհակալություն քո ընկերներին, սիրելի երաժիշտներ, հրաշք եք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ այս բարձր մակարդակի վրա պահեցիր Հայկոյի երաժշտությունը։ Եվ առհասարակ շնորհակալություն, որ դու հայ ազգի զավակ ես, ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք ու ծափարենք քո ծնողներին, ովքեր երանի ձեզ, որ դուք ունեք այս տեսակ զավակ, շատ ապրեք, որ կրթում եք ապագա հայ
Վստահաբար կարող եմ ասել մեծ երաժիշտ։ Ես չգիտեմ քո շախմատի ուսուցիչը հիմա այստեղ է, դիտում է, չի դիտում, բայց թող չնեղանա, դու շատ ճիշտ ուղու վրա ես, ապրես Տիգրան ջան։ Շատ շնորհակալ եմ, մերսի շատ։ Իմ կարծիքով, մինչև հիմա այդպես եմ կարծում, որ այդ Հայկոյի ստեղծագործությունները հիմք հանդիսացան, որպեսզի ես հայտնվեմ հաղթողի կարգավիճակում, քանի որ ամենաշատը այդ հուզիչ ելույթը գրավեց ժողովրդին, մանավանդ երբ որ դդումով կատարեցի Հայկոյի վերև ստեղծագործությունը, արդեն միլիոնանոց վիդեոյի ներքևում նկատեցի, որ մարդիկ համեմատում են քո ձեր ստեղծած քարե գործիքը հանրահայտ հին օկարինա գործիքի հետ։ Դու այսօր ապացուցեցիր, որ դրանք տարբեր բաներ են, խնդրում եմ ցույց տուր, դու սկսեցիր քո ստեղծագործությունը հենց օկարինայով, խնդրում եմ ուշադրություն։ Եվ բացատրիր տարբերությունը, որ նրանք, ովքեր համեմատում են եւ կարծում են, որ գուցե սա հայկական օկարինան է, հասկանան, որ ընդհանրապես կապ չունի օկարինայի հետ։ Դե սկզբում շատ էի նկատել, որ խառնում են այս մեր սարքած քարը օկարինայի հետ, որը պարզվում է ասիական, չինական ծագում ունեցող գործիք է, որն իսկապես ունի շվի տեմբր։ Ինձ թվում է դրա համար էին շփոթում քարի հետ, եւ չեմ ուզում, որ թշնամություն առաջանա այս գործիքներից մեջ, դրա համար միավորեցի դրանք իմ ելույթի մեջ։ Տիգրան ջան, դու ինչ էլ նվագես, թշնամություն չի լինելու, այլ չգիտեմ, ես կյանքիս մեջ չէի տեսել, որ մարդ մի անգամից, այնքան է զարմացրել ելույթիդ ընթացքում, ասում ես երկու դուդուկով, ես նման բան չեմ տեսել, որ մարդ նվագի երկու դուդուկ մի անգամից։ Ոչ թե երկու դուդուկեր, այ մեկ դուդուկ, մեկ շվի, տարբեր փչվածքներ ունեն։ Դե մի քիչ ռիսկային քայլեր, բայց Բրավո։ Կարողացա։ Ապրես շատ։ Մինչ նախագիծը ես չէի կարողանում կլարնետ նվագել, բայց հատուկ այդ օրվա համար սովորեցի կլարնետ նվագել եւ ներկայացա նաեւ դրանով կիսաեզրափակիչում, որը նույնպես շատ ռիսկային քայլ էր։ Դա իմ ամենաֆավորիտ ելույթն է, ամենահավանածս ելույթն է։ Դիտեպ ասեմ, որ բեմական կերպարդ շատ ողջունելի է, նորա սանրվածքդ, տեսքդ ողջունելի է, էլի կա բան, որ պիտի զարմացնես, լավ, իսկապես եմ ասում։ Իհարկե կա։ Չեմ հավատում։ Լավ, ու ես էլ եմ սպասում։ Իսկ դու կասկածում ես։ Հիմա ունեմ մոտս բերեմ։ Խնդրում եմ բեր։ Դդմիկներն են սա։ Սրանք Արտաշատի երկարավից դդումներն են, որոնցից ես ու հայրս նորից գործիք ենք։ Բրավո, բրավո։ Սա իսկական դդումն է 4 վիճակում։ Իսկ սա մեր պատրաստած է արդեն։ Պատրաստեցինք դդում սաքսոֆոն, որին նաև անվանեցին դդմաֆոն եւ դրանով ներկայացա կիսաեզրափակիչ բունին։ Հիմա անհամբեր ես եւ վստահ եմ մեր ժյուրիի մնացած 3 անդամները եւ հերոստատիտողը ու հանդիսատեսը սպասում ենք տեսնենք թե ինչ հնչյուններ են դուրս գալու Արտաշատի դդումից։ Գազարին հետևում է Արտաշատի դդումը։ Դիմավորեք։ Եվ մի բան լավ, քանի որ իմ ամբողջ ելույթը վերաբերվում էր Հայկոյին, դդումով նույնպես կկատարեմ Հայկո։
Տիգրան ջան, մեր մրցույթը հենց վերաբերվում է քեզ նման տաղանդներին, քեզ նման, Got Talent, Տիգրան Մկրտչյան։ Ուղղակի հրաշալի կատարում էր, կարծես նման էր սաքսոֆոնի, ճիշտ եմ նկատում։ Այո, դդում սաքսոֆոն։ Բայց ճիշտն ասած դեռ անունը տենց հստակ չեմ որոշել, կուզենայի խնդրել թե հանդիսատեսին, թե ժյուրիին օգնենք մտածենք մի անուն։ Ախ, այս նոր սերունդը գիտի թե ինչպես ակտիվացնել հանդիսատեսին։ Սաքսոֆոն, դդմաֆոն կարա լինի, ինչու ոչ։ Դդմաֆոնը իրականություն է եւ ինչու մենք մեր արմատներից հեռու գնանք, հատկապես եթե սաքսոֆոնի հնչյուններին է նման։ Լսենք Վիկտորիային։ Հիացած վայելել եմ քո, մենք բոլորս միասին վայելել են քո ելույթը, ես ուղղակի հպարտ եմ, որ իմ հայրենիքում կա նման տաղանդավոր երիտասարդ տղա, որ մեր անունը այսպես բարձր է պահելու, ես վստահ եմ, որ դու դեռ շատ գեղեցիկ բեմերում ես հայտնվելու, շատ համաշխարհային պրոյեկտներում ես հայտնվելու եւ մեր պատիվը բարձր ես պահելու, ծափահարում եմ քեզ բարձր քո ծնողներին, քո ընտանիքին, դուք կարողացել եք այսպես երիտասարդ մեծացնել ձեր ընտանիքում ու պահել ձեր պատիվը, շարունակի ձեր արվեստը, ձեր արհեստը, չգիտեմ, Տիգրան ջան, մենք բոլորս հուզված հետևում ենք քեզ ու այո, ինչպես Անդրեն ասաց, դու got talent ես, բրավո։ Լսենք Տիգրանին։ Հենց առաջի իսկ հնչյուններից հետ այսպես Հայկոյի հրաշալի ստեղծագործությունը տարածվեց մեր հոգու մեջ եւ շատ գեղեցիկ էր ընտրած գործիքների հերթականությունը մելոդիկ առումով այսպես նուրբ ու այս զարգացումը նաեւ շատ տպավորիչ էր, հասկացա որ նաեւ այս կողմից աշխատել ես ու կարեւորել ես, խնդրեի այդ ստեղծած գործիքները անպայման հեղինակային այսպես իրավունքներ ձեռք բերել, հաստատել եւ ինչու՞ չէ քեզանով մեր հայ երաժշտական նվագարանների մեջ իսկապես պրոֆեսիոնալ գործիք ստեղծվի։ Որ վաղը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կռիվ չտանք։ Այո։ Բրավո տղես։ Մեր նախագծի ովանավորն է Royal Armenia ընկերությունը։ Իր սուրճերով եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականիով շուրջ 30 տարի հայկական շուկայում։ Ողջ թարմացա, գնանք աշխատենք։ Կիսայզրափակիչ փուլից հետո շատ կարճ էր մնացել ժամանակահատվածը պատրաստվելու համար, 4 օր էր մնացել։ Այդ 4 օրվա ընթացքում բայց հասցրեցինք ստեղծել երկու գործիք, բարձրապզուկ եւ այսպես անվանված կոկո դդմագազ, գործիքների միքս։ Տիգրանի աճը իհարկե նկատելի է այս 5 ամսվա ընթացքում։ Բավականին գործիքների է տիրապետում, բավականին արդեն վարպետորեն նոտաներ եմ լսում, որ նվագում է, ինչ այդպես չէր եւ շատ ուրախալի է այդ իմ համար։ Դեռ ժամանակ ունի, լիքը կպարապի, լիքը սպասելիքներ ունենք։
Տիգրանին տվեց արագ կողմնորոշվելու ամենակարևոր արագ կողմնորոշվելու այդ ունակությունը։ Տեսեք, հենց գալահամերգները երբ որ սկսեցին, Տիգրանը նույնիսկ մեկ ոչ ստացավ, այսինքն այն պահը ստեղծեց, որ Տիգրանը հնարավոր էր դուրս մնալ նախագծից իր իսկ այդ ամփոփչության պատճառով, որովհետև նա շատ լավ նվագեց, բայց բեմական խոսք, շնորհակալություն հայտնել, ինչ որ խոսքի մեջ ժյուրիի հետ կոնտակտի մեջ մտնել, չստացվեց այդ ժամանակ իրեն։ Ինչքան որ աշխատել էինք, այդ պահին չկարողացավ ինքը հաղթարել։ Բայց հետո ընթացքում աշխատելուց այն որ Տիգրան ջան մտնում էր դպրոց, պետքա ժպտաս, Տիգրան, խոսում էինք, մայրիկը շատ օգնում էր, տունը անընդհատ հետ աշխատում էր, որ պետքա խոսքը բերենք, հասցնենք նրան, որ ինքնուրույն խոսի, միտք արտահայտի, միտքը կապի իրար, ամեն ինչ տվեց իրան այս ընթացքում նախագիծը, բեմական փորձ, խոսք, ճկունություն երաժշտության մեջ, հենց նախագծի առավելությունն ու իմաստը հենց դրանում է, որ նախ մասնակիցը պետք է այդ ամեն ինչը ունենա, որ այդ կարողանա հաղթարի, իսկ Տիգրանը կարողացավ այդ ամեն ինչը հաղթարել ու ընկալել։ Թինգբերի ամենավառ նորույթն արդեն այստեղ է։ Ռուբի վանիլային համեղագույն պաղպաղակ պատված ռուբի վարդագույն գլազուրով, իսկ ներսում լիքը գունավոր ու խրթխրթան գնդիկներ։ Վառ, գունեղ ու անսահման համով ռուբին սպասում է քեզ, որպեսզի օրդ դարձնի ավելի քաղցր ու գունավոր։ Իսկ ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վայելելու ռուբի հրաշքը։ Ահա, ռուբի։ Օրս քաղցրացավ, նոր գույներ ստացավ, ուղղակի շատ համեղ է։ Ռուբի, նոր հրաշք, նոր համ, նոր վայելք, վաճառվում է ամեն օր։ Հանդես եկա Արա Գևորգյանի հզոր արտաշատ կատարմամբ, ներկայացա 3 գործիքով, շվիով, դուդուկով եւ ամենակարևորը զուռնայով։ Ինչու եմ ընտրել այս գործը, քանի որ նախորդ փուլում հուզել եմ Հայկոյի ստեղծագործություններով եւ ուզում էի, որպեսզի այդ երկու ոճերի բալանսը պահպանվի եւ ընտրեցի խրոխտ նյութ, որպեսզի աշխարհի բոլոր հայերին հրավիրեմ մեկ միասնական շուրջ բարի հանուն Հայաստանի բարգավաճման։
Մկրտչյան, նվագակցության համար շնորհակալություն հայտնենք շնորհալի երաժիշտներին եւ Վահագն Drums դհոլահարների համույթին։ Լսենք ժյուրիին, Անդրե։ Տիգրան ջան, իսկապես տեխնիկա զարմացնում է, դուդուկով նվագել, այդքան արագություն, այդ խաղերը, ես ուզում եմ ասել, որ դա այդքան էլ հեշտ չէ, զուռնայով կարող ես, բայց դուդուկով նույն բան ու այդքան մաքուր ու այդքան հնչեղ ու այդքան սիրուն, բայց ցավոք սրտի էլ չես զարմացնում, կա բան, որ էլի կզարմացնես ինձ եւ բոլորիս։ Կա։ Չեմ հավատում, հիմա ինչ է։ Տիգրան ջան, ընտելացրել ես արդեն։ Լավ Տիգրան, հիմա ինչ է։ Բերեմ տեսնենք։ Բեր տեսնենք եւ լսենք։ Վեր։ Միշտ պահում է վերջը։ Ահա։ Օհո։ Պարկապզու։ Ես նոր ասում եի հաստատ կոկոսա լինելու։ Այ քեզ բան։ Սա Պարկապզուկ չի, չէ սա, չէ։ պարկապզուկ է։ Ուղղակի շատ մաքուր, սիրուն եւ չթրաշված։ Մեր պատրաստած բարձրապզուկը տարբերվում է իսկական պարկապզուկից նրանով, որ այստեղ միացրել ենք երկու ջրի խողովակից պատրաստած ձեռագործ շվիները, միավորել ենք դրանք ցուլի կոտոշով, միացրել ընդհանուր բարձին եւ ստացել մեր ձեռագործ գործիքը եւ հետաքրքիրն այն է, որ այն ամբողջությամբ կարել ենք ձմեռ պապիկի մորուքից։ Իսկ այն ինչ է։ Իսկ այն մյուսը ինչ է։ Այս մյուսը գազ արա դդում է, կոկոս է։ Իսկ բաս մի հատ ցույց կտաս այսպես։ Երեքը մեկում։ Այ քեզ գազար, դդում եւ կոկոս։ Ժորտ իսկապես բրավո։ Եկեք ծափահարենք Տիգրանին եւ Տիգրանի հայրիկին։ Լեռնային տրոպիկական գործիք, ինչ։ Կոկո դդմագազ։ Տիգրան Մկրտչյան։ Կոկո դդմագազն էլ ենք ստացել շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ հանդես եմ եկել շատ տարբեր բանջարեղենից նվագարաններով, որոշեցի այս անգամ այդ բոլորը միավորել, գումարել կոկոս եւ ստանալ մեկ դուդուկի փշվածք ունեցող գործիք։ Տիգրան Մկրտչյան։ Բրավո Տիգրան ջան։ Իսկ հիմա մյուս գործիք կարող ես մյուս գործիքն էլ նվագել։ Այո, վստահ ես։ Այո, բայց մի փոքր ներկայացնեմ այս գործիքից։ Որտեվ շատ հետաքրքիր է, ես այնտեղ նկատում եմ սպիտակ կոտոշ։ Այս գործիքը Ում կոտոշն ես փոկել այս անգամ։ Ցուլի։ Ցուլի։ Սա նման է տեսքով պարկապզուկի, բայց սա էլ ենք իմպրովիզ արել։ Սա ջրի խողովակից երկու հատ շվի միացրել ենք կոտոշով, միավորել ենք եւ մի անցքի մեջ փչելով երկու ձայն եմ կարողանում ստանալ։ Բրավո։ Այսինքն մեր լեզվով ասած մեկը ինձ դամ է պահում, նվագակցում է, իսկ մեկով էլ ես եմ նվագում։ Բրավո։ Մարդ նվագախումբ, դիմավորեք Տիգրան Մկրտչյան։
Բրավո։ Վաու։ Հրաշալի էր ուղղակի։ Մարդու մտքին տեղ լինի, եթե մարդ ուզում է ստեղծագործել, ամեն հնար գտնում։ Ուղղակի ապշած եմ իսկապես, ամբողջ մարմնից եմ որ ասում եմ բոլոր բջիջները փշաքաղված են այս հնչյուններից, ծափարում եմ ձեզ։ Մեր Տիգրանի հայրիկին եկեք միասին ծափարենք։ Բրավո։ Բրավո։ Ես շնորհակալ եմ քեզ հայրիկիդ, ձեր ընտանիքին, որ այսքան հայկական եք, այսքան իսկական եք եւ չգիտեմ, ժողովուրդ եկեք ծափարենք իսկապես։ Սա ուղղակի երևույթ է, ես կարծում եմ, որ սա երևույթ է։ Շնորհակալություն։ Լսենք Սյուզաննային։ Ճիշտ ասած Սյուզաննան այսպես նստած դիտում է, լսում է, հիանում է ու մինչև ընդհանրապես այս նախագիծը ինձ թվում էր ես տաղանդավոր եմ։ Դու շատ տաղանդավոր ես։ Բայց դու ոչ թե տաղանդավոր ես, դու գեր տաղանդավոր ես, այսինքն գերբնական է քո տաղանդը, հասկանում ես։ Չէ, ես ավելի շատ ուրախ եմ մեր ապագա սերնդի համար, շնորհակալ եմ Անդրե շատ, բայց միտքս շարունակեմ, ասեմ, որ շատ ուրախ եմ այս ապագա սերնդի համար, որովհետև Նարա, Տիգրան, հետո մնացած մեր այս մոտ սերնդի մասնակիցները, ինչքան տաղանդաշատ մարդիկ կան մեր ժողովրդի մեջ, մեր ազգի մեջ եւ հենց դուք եք մեր դրոշը ծածանողը։ Շնորհակալ եմ շատ։ Ես հպարտանում եմ քեզանով, շնորհավորում եմ այս փուլի համար, ինչպես միշտ գիտես, որ փուլում ինչպես պատրաստվել, ինչպես ներկայանալ, ու սա շատ կարևոր է, հատկապես նման հեռուստանախագծերում։ Ապրես շատ։ Մերսի շատ ձեզ։ Տիգրան ջան, ես հպարտ եմ, շատ հպարտ եմ, որ քեզ պես տաղանդավոր ուղղակի սենց տղա եմ մեծանում ու վստահ եմ, որ դու հետագայում ունենալու ես քո շատ գեղեցիկ ստեղծագործությունները ու մենք քո երաժշտության ներքո պետք է ապարենք, պետք է բեմադրենք, պետք է ստեղծագործենք, հպարտանանք։ Վստահ եմ վաղը հենց քո ստեղծագործություններն են լինելու ու ես անհամբեր սպասում եմ դրան։ Ես ուզում եմ քեզ հաջողություն մաղթեմ եւ վստահ եմ, շատ վստահ եմ, որ մենք դեռ քո անունը շատ մեծ բեմերում ենք լսելու եւ տեսնելու քեզ։ Ապիկ շատ։ Տիգրան ջան, եզրափակենք։ Ինչ սիրուն անունն է Տիգրան ջան։ Տիգրան ջան, իրականում դու էլ ինձ չես զարմացնում, ուղղակի հիացնում ես։ Մերսի շատ ձեզ։ Գիտես, մեկ որ աչքերս փակում եմ ու լսում եմ քեզ կամ ուղղակի կողքից նայում եմ, ինձ թվում է թե մեծ կայացած մի քանի այսպես բարձրագույն կրթություն անցած երաժիշտ աբեմի վրա։ Իսկապես տաղանդը քչերին է շնորհված լինում, բայց որպես կանոն տաղանդավորները մի քիչ էլ ալարկոտ են լինում կամ ուղղակի հենվում են տաղանդի վրա ու այդպես գնում են։ Շատ գեղեցիկ է լինում եւ շատ արդյունավետ է լինում, երբ որ տաղանդավոր մարդը նաեւ պրպտող է լինում, երբ որ մտածում է, անընդհատ մտածում է, երկուսը գումարվում են իրար ու անպայման բեմում տեղի է ունենում մեծ հրավառություն։ Այս հրավառության կրողն ես դու մտածում ես, դու բեմի վրա ես, դու կրում ես արժեքներ, ես խնդրում եմ երբեք չդադարես սրանով։ Միշտ մտածես, թե տաղանդդ ոնց կարող ես էլ ավելի գեղեցիկ ներկայացնես։ Բրավո տղաս։ Անչափ շնորհակալ եմ։ Ես շախմատիստը լավ կմտածի, պատկերացրեք։ Ընտանիքով ամեն մեկս մեր գործը ոնց որ իրար օգնելով, խելքի տալով ստացել ենք։ Բայց արդեն Տիգրանը ամեն ինչը գիտի, մենակով էլ անում, հետաքրքիր մտքեր առաջարկում։ Երևի ինքը արդեն կզբաղվի այդ ուղղությամբ, կտեսնենք անակնկալները հետո։ Իմ նպատակը հենց դա է, որպեսզի ունենամ իմ սեփական ստեղծագործությունները եւ շարունակեմ ստեղծագործել, հորինել նոր փողային գործիքներ եւ ինչու՞ միայն փողային, նաեւ տարբեր ոճի գործիքներ։ Երևան Մոբայլը Հայաստանում տեխնիկայի խանութների վստահելի ու ժամանակակից ցանց է։ Տարիներ շարունակ ներկայացնում է նորագույն սմարթֆոններ, գադջետներ եւ աքսեսուարներ։ Ապահովում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ շահավետ ապառիկ պայմաններ։
Երևան Մոբայլի մասնաճյուղերը հասանելի են ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան Մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Մեր մասնակիցների եթերային վարսահարդարումն ու դիմահարդարումը բարձր մակարդակով ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում ոճաբան, կոլորիստ եւ վարսահարդար Լուսինե Գասպարյանին եւ նրա պրոֆեսիոնալ թիմին։ Աշնան հովում, հոյ, օյ, օյ, հոյ, օյ, օյ, սինամ, օյ, 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 ես քեզ սիրիմ, աշնան հովում, հոյ, օյ, օյ, հոյ, Իմ սիրած վարդը, արի երբանք մեր արտը, դու ես իմ սիրած վարդը, նարե, 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 ջանե, հա ջանե, ջան, ջանե, 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 նարե, 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 ջանե, հա ջանե, ջան, ջանե, ջանե, ջանե Խնուս ասարի խոտը, յարո ջան, իմ յարյան ու շոտը, ջանե ջան Խնուս ասարի խոտը, յարո ջան, իմ յարյան ու շոտը, ջանե ջան Ոնց համբերեմ մեզ օրը, էկուց կգամ քո կովը Ոնց համբերեմ մեզ օրը, էկուց կգամ քո կովը Նարե, 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 նարե Ջանե, հա ջանե, ջան, ջանե, ջանե, ջանե Նարե, նարե Nare, 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 Jane, ha Jane, Jan, Jane, Jane, Jane. Yarız, aç kolun kof gene imat deyra kuze yarız Bil bili bil bili bili bil bil bili bili yarız Aç kolun kof gene imat tam tel kuze yarız Bil bili bil bili bili bil bil bili bili yarız Aç kolun kof gene imat matni kuze yarız Bil bili bil bili bili bil bil bili bili yarız Aç kolun kof gene imat deyra kuze yarız
կենե իմաց մատնի կուզե յարս Բիլբիլի 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 յարս Աչկովով կենե իմաց կուզե յարս Ես ինքս ինձանից շատ գոհ եմ, քանի որ ես մինչև նախագիծ մասնակցելը չգիտեի, թե ես ինքս ով եմ հանդիսանում։ Նախագծի ընթացքում բացահայտեցի ինքս իմ տաղանդները, իմ ունակությունները։ Մենք բոլորս ես շատ ուրախ եմ, որ Շանթ հեռուստաընկերության միջոցով հայտնաբերել ենք այսքան տաղանդներ։ Շնորհավորում եմ բոլորին, շնորհակալություն Շանթ հեռուստաընկերությանը, ձեզ, որ այս ամեն ինչն անում եք, որ անշահախնդիր, որ այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետության փողային նվագարանների մեջ Տիգրան Մկրտչյան անունը արդեն հնչեղ, դա միմիայն ձեր շնորհիվ է, Շանթ հեռուստաընկերության շնորհիվ է։ Այս ընթացքում անցա երկար ճանապարհ եւ ինձ հետ էին իմ ամենաարազատ մարդիկ։ Եվ ուզում եմ յուրաքանչյուրից իմ խորին շնորհակալությունը հայտնել, որոնցից է ընկեր Պանյանը, ով միշտ ինձ աջակցել էր յուրաքանչյուր տեղ բնակավարում, իր առաջարկով եմ ես մասնակցել եւ հաղթել այս նախագիծը։ Մեր ամբողջ դպրոցն է աշխատել։ Մեր դպրոցում կա մի գաղափար, որ այսինքն երեխան ոչ թե Ընկեր Մինասյանի աշակերտն է, այս պահին Ընկեր Մինասյանին նա մնացածից ոչ մեկս գործ չունենք, ոչ։ Մեր դպրոցի ցանկացած երեխան մեր բոլորինն է։ Ու այն պատրաստականությունը, որ մեզ ուսուցիչները համախմբված նվագակցել են, փորձել են, ամեն ինչը արել են, հենց այդ մենքի գաղափարն է եղել, որ մեր հաջողության հասնելու կետերից մեկը հենց այդ է եղել, որ մենք համախմբված աշխատել ենք, համայնքը շատ մեծ համախմբվածությամբ մեզ շատ օգնել է համայնքի ղեկավարի գլխավորությամբ, պարոն Միքայելյանի գլխավորությամբ։ Շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար, կազմակերպիչներին, Շանթ հեռուստաընկերությանը, ովքեր ամեն օր ջանք չխնայեցին այս ամեն ինչը կայանալու գործում։ Շնորհակալ եմ ժողովրդին հայ ազգիս մեզ քվեարկելու համար եւ շնորհակալ եմ իմ Տիգրանից մեզ այսքան ուրախություն պարգևելու համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են եղել, հարազատներից, ուսուցիչներին, նվագակցողներին, Շանթի բոլոր աշխատակիցներին, ժյուրիի անդամներին, Նարեկ Մկրտչյանից քարեգործիքով մեզ օգնելու գործում։ Շատ հպարտ եմ, շատ ուրախ եմ, որ Տիգրանս կարողացավ շատ ճիշտ կերպով, շատ ճիշտ ձևով ներկայացնել այս գործիքը ու ոչ միայն այս գործիքը, մնացած բոլոր գործիքները, որը սարքվել է հորեղբորս միջոցով, Սիրակի միջոցով ու միանշանակ հպարտ եմ այս Տիգրանով։ Շնորհակալ եմ իմ ծնողներից, ովքեր անքուն գիշերներ են ունեցել իմ հաղթանակի համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մայրիկիս։ Շնորհակալ եմ իմ դուդուկի ուսուցիչ Ընկեր Մինասյանից, ով ինձ փոխանցել է բազմաթիվ գիտելիքներ ու հմտություններ դուդուկի վերաբերյալ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր հեռուստադիտողին ինձ աջակցելու, քվեարկելու համար։ Յուրաքանչյուրի ձայնը ինձ համար շատ կարևոր էր, առանձնահատուկ էր ինձ համար։ Շնորհակալ եմ ինձ նվագակցող բոլոր ընկերներիս, ովքեր ոչ միայն բեմին էին ինձ հետ, այլև ամիսներ շարունակ փորձերի ժամանակ։ Եվ վերջում խորին շնորհակալությունս եմ հայտնում Շանթ հեռուստաընկերությանը, ով տրամադրեց մեծ հարթակ իմ տաղանդը ցուցադրելու համար եւ ինքս ինձ բացահայտելու համար։ Got Talent Հայաստան նախագծի հաղթող է ճանաչվում 2026 թվական Շանթ հեռուստաընկերություն, նրա անունն է Տիգրան Մկրտչյան։ Բրավո։ Տիգրան
եթերում։ Pink Berry, վայելիր այս պահը։